Բարի երեկո։ Նայում ենք այսօր առույցներին եւ կույսերին, ինչ են հուշում աստղերը ապրիլ ամսվա համար։ Եվ այսպես առույցներին վերահսկող մոլորակը արևն է, արևը առույցներին տալիս է լույս, էներգիա, էներջայզերներ են իրանք, եթե նկատել եք առույց ընկերներ եթե ունեք, իրանք ընդհանրապես չեն կոտրվում, իրանք միշտ ուրախ են, իրանք միշտ առույգ են, ոչինչ իրանք չի կարող հետ պահել իրանք նպատակներից, իրանք շատ ուժեղ են, բնավորությամբ, ֆիզիկական նաև նույնպես, որտեվ արևը դա շատ հզոր մոլորակ է, որ բոլոր մոլորակներից է հզոր, քանի որ համարյա չէ բոլոր մոլորակները պտտվում են արեգակի շուրջ, ենթարկվում են արեգակին եւ առանց արևի ոչինչ գոյություն չունի կյանք։ Լավ, ինչևից է, նայում ենք, ուրեմն համեմատած մարտ ամսվա ապրիլ ամիսը ավելի բարեհաջող է լինելու, ոչ միայն առույցների համար, ընդհանրապես բոլորի համար, բոլոր հորոսկոպի նշանների, քանի որ մարտ ամսին համարյա մոլորակների կեսը ռետրո էր, այսինքն հետ էին գնում, դա մինուսավոր է, ռետրո մոլորակը ընդհանրապես մինուս է, ինչ որ ուզում են լինեն, ամեն ինչը պետք է հետաձգվի, ռետրո, այսինքն հետ է գնում, անցյալ։ Եվ այսպես ապրիլի 7-ից առույցների 7-ից սկսած ֆինանսները կբարելավի, քանի որ Մերկուրի մոլորակը հայտնվելու է այն զոնայում, որը որ պատասխանատու է ֆինանսների համար։ Այսինքն ֆինանսական առումով բարեհաջող է լինելու, նոր պլաններ կարա լինի նոր աշխատանք, նոր ֆինանսական ներդրումներ, նաև անձնական հարաբերությունների վրա է ազդեցություն ունենալու, քանի որ այդ զոնայում մտնում է նաև Վեներան ինքը սիրո մոլորակն է, սիրո, ինչպես նաև ուրախության, տենց, ուրախության, սիրո, այո, այդ մոլորակը, նաև փողի մոլորակ, Վեներան ինքը հաջողության, վեզենիայի մոլորակն է։ Ամսի 13-ին, ապրիլի 13-ին լիալուսին է և լիալուսինը գտնվելու է առույցների մի զոնայում, որտեղ որ պատասխանատու է շրջապատը, տան անդամները, եղբայրներ, քույրեր, քանի որ լիալուսինը ինքը լարվածություն է ստեղծում, կարա լինի էմոցիոնալ լարվածություն, ընտանիքի անդամների հետ, շրջապատի մարդկանց հետ, կարա լինի նաև դոկումենտալնի փաստաթղթերի հետ կապված, քանի որ այն դոմում է, որը որ պատասխանատու է տեղափոխության, մի խոսքով ընտանիքի անդամների հետ։ 17 ապրիլից ձեր մոլորակը հայտնվելու է մի զոնայում, որտեղ որ պատասխանատվությունը պուտիշեստվա տեղափոխություն, за границей, տենց է կոչվում, որ ես ռուսերեն եմ ասում, քանի որ գրքերս ռուսերեն է։ 20-ից հետո Մարս մոլորակն արդեն հայտնվելու ձեր անձնական պերվի դոմում, որտեղ որ տալու է ձեզ մեծ էներգիա, հիշեք, ապրիլի 20-ից հետո Մարս մոլորակը ձեզ վերահսկելու է առույցներ, Մարսը ինքը ուժեղ շատ վայենի մոլորակ է, այսինքն ակտիվ է շատ, նու պլյուս մինուսը արդեն կախված է ձեզանից, թե ոնց եք դա ընդունելու։ 20-ից հետո արևը կհայտնվի ձեր ընտանիքի զոնայում, ընտանիք, որ ընտանիքի կարիերա, աշխատանք, ստատուս, պուբլիչնեստ, այսինքն որտեղ որ դուք ձեզ լավ եք զգալու, նոր հնարավորություններ է ձեզ տալու կարիերայի եւ աշխատանքի հետ կապված, դա լինելու է 20-ից հետո։ Ուշադրություն պետք է դարձնեք նաև Սատուրնին, Սատուրնը ինքը շատ խիստ մոլորակ է, որը որ մի քիչ ավելի սենց դանդաղեցնում է ընթացքը, բայց ինքը հստակ մոլորակ է, մի քիչ ուղղակի ծանր մոլորակ է, տիժոլի է։ Եվ Նեպտունին եւ Պլուտոնին, որոնք որ էլի գտնվելու են ձեր այն զոնայում, որը որ պատասխանատու է փոխհարաբերությունների հետ կապված, դա արդեն 25-ից հետո
Չէ, 25-ից հետո չի, ապրիլ ամսվա ողջ ապրիլ ամսում է լինելու Նեպտունը եւ Պլուտոնը ազդեցություն են ունենալու ձեր այն դոմի վրա, որը որ պատասխանատվությունը շփման հետ կապված, հա, դուք ոնց եք շփվում, ձեր շրջապատի հետ կապված փոփոխություններ են լինելու անպայման։ Հիմա նայում ենք կույսերին, ինչա սպասվում կույսերին ապրիլ ամսում։ Ասեմ, որ կույսերին հովանավորող մոլորակը Մերկուրին է։ Մերկուրին ես մի անգամ այն մի վիդեոներից մեջ ասել եմ, որ ինքը ինտելեկտի, շփման, կրթության, գիտության մոլորակն է, ինքը շատ ամենափոքր մոլորակն է, ու գտնվում է արևին ամենամոտը, ու ինքը շատ խելացիների մոլորակ է ինքը։ Դրա համար կույսերը իրանք շատ խելացիներ են, ու իրանք շատ շփվող են, եթե ունեք շրջապատում կույսեր, կտեսնեք, որ իրանք ինչքան շփվող են, ինչքան սիրում են մարդկանց հետ համագործակցել, չեն սիրում վեճեր, խուսափում են վեճերից, ու իրանք շրջապատը համեմատած մնացած հորոսկոպի նշաններից ավելի մեծ է իրանք շրջապատը, քան մնացածներինը, որտեղ իրանք մոլորակը Մերկուրին, այս Մերկուրին սիրում է շփում, մեծ շրջապատ։ Մի խոսքով, Մերկուրին կույսը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոչինչ թող չձեռնարկեն կույսերը, քանի որ դեռ Մերկուրին գտնվելու է իրենց հենց հովանավոր մոլորակը գտնվելու է ռետրո է լինելու, դրա համար ավելի լավ է ոչինչ չձեռնարկեն։ Ապրիլի 7-ից նոր Մերկուրին մտնելու է իրենց կոնտակտի զոնա, այսինքն այնտեղ, որտեղ որ լինելու է անձնական հարաբերություններ, սեր, եթե մինչև այդ ունեցել եք ինչ-որ խնդիրները կհարթվեն։ Վեներան կմտնի ձեր 7-րդ դոմ, այսինքն 7-րդ դոմը ինքը նույնպես սիրո շփման դոմ է, բերելու է ինքը գարմոնիա, հավասարակշռություն, ակտիվություն։ Ապրիլի 13-ին լինելու է լիալուսինը ազդելու է նաև կույսերի վրա, որը գտնվելու է կույսերի ֆինանսական դոմում, դա ազդելու է ավելի շատ կույսերի ֆինանսների վրա, այսինքն կարա լինի մի քիչ սենց մուտնի սիտուացիա, լինելու է սենց անհանգստություն, ոնց անենք, ինչ անենք, այդ ձևի, բայց ինքը հետո անցնելու է, քանի որ լիալուսինը երկար չի տևում։ Ապրիլի 17-ին Մերկուրին կմտնի ձեր ֆինանսական այն մյուս դոմը, որտեղ որ էլի պատասխանատու է փողի, բայց այս անգամ արդեն ավելի շատ սա ուրիշների փողերն է, դա ձեր փողերը չի։ Դա կարա լինի կրեդիտ, կարա լինի պարտքեր, հա, նալոգի, ստուգումներ, եւ 15-օր կմնա ձեր ֆինանսական այդ դոմում։ Ապրիլի 19-ից Մարսը գտնվելու է մի զոնայում, որտեղ որ դուք կուզենաք մեկուսանաք ու մտածեք ձեր հետագա քայլերի մասին։ Դա կոչվում է դոմ одиночества։ Ապրիլի 20-ից արևը կմտնի ձեր 9-րդ դոմ, որը որ պատասխանատու է պուտիշեստվա, նորություններ, տեղափոխություններ, կրթություն, սա ավելի շատ ինքը մի քիչ էլի նենց դոմ է, որը որ ձեզ տանելու է դեպի մեկուսացում, հա, ոնց որ ուզենաք մենակ մնաք, հասկանաք ինչ եք անելու ձեր հետագա քայլերի մասին մտածեք։ Այսքանը դեռ Սատուրն, Նեպտունը եւ Պլուտոնը էլի ամբողջ ապրիլ ամսը կլինեն ձեր ֆինանսական եւ ռաբոտա կարիերա այդ դոմում է լինելու, որտեղ որ մեծ փոփոխություններ է ձեզ սպասվելու կույսեր։ Այսքանը պատվիսկա տվեք իմ YouTube-յան էջին, ու ես կշարունակեմ արդեն հաջորդ հորոսկոպի այն մյուս նշանների մասին խոսել։ Առայժմ